Այսօր խոսալու ենք լեզվի մասին, խոսքի մասին։ Ընենց որ դուրախ ես, ես մտածեցի կասես չէ։ Վերնագիրը այսպես եմ դրել, զսպի քո լեզուն կամ սանձի քո լեզուն, հա, որպեսզի հասկանանք լեզվից ինչ օգուտ ունենք ու ինչ վնաս ունենք։ Առակացի մեջ այսպիսի տեղ ա գրած, Առակաց 18:20 Մարդիս բերանի պտղից կկշտանա նրա փորը, նա կկշտանա իր շրթունքների արդյունքիցը, մահն ու կյանքը լեզվի ձեռքին է, եւ նրան սիրողը կուտե նրա պտղիցը։ Հետաքրքիր բան ասում Առակաց գիրքը, մահն ու կյանքը լեզվի ձեռքին է։ Նրա պտղիցը կուտես, որը սիրես։ Մահը սիրես, մահը կուտես, կյանքը սիրես, կյանքը կուտես։ Այսինքն մեր լեզվից շատ բան է կախված, փաստորեն ամեն բան Աստված դրել է լեզվի վրա։ Եթե ուշադրություն դարձնեք, Աստված աշխարհը երբ որ արարում էր, նույնպես խոսքով արարեց։ Ամեն բան ինչ որ ասում էր, խոսքով էր ասում։ Դևերին խոսքով էր հանում, չէ՞։ Հիշում եք։ Այսինքն մեր խոսքերը ունեն զորություն։ Այտենց հա թե տենց չի։ Մեկ բարեկամներով, որ իրար հետ վիճում են, տեն մեզ տարիներով, կարան իրար հետ չխոսան, շատ երկար տարիներ, ինչի պատճառով, լեզվի պատճառով, ասում ավելի լավ է դանակով խփել, քան լեզվով, չէ, դանակի խփածը անցնում է, բայց լեզվի խփածը երբեմն չի անցնում, գիտես, լեզվի վրա կա մեծ զորություն, Հակոբոսը գրվում է, որ լեզուն մի պուճուր անդամ է, բայց գեհենից է բռնկվում, գեհենի կրակ ունի, ոնց որ կրակը մի պուճուր կրակ է, բայց շատ մեծ բաներ կարա պաժար տա, հա, շատ մեծ ավերածություններ կարա լինի, նույնն էլ մեր լեզուն է, նայած որտեղ ենք խոսում, նայած ինչ ենք խոսում, նայած ում մասին ենք խոսում, կամ ինչի մասին ենք խոսում, այդ պտղից էլ կարանք մենք ուտենք։ Դա շատ կարևոր է իմ ու քո համար, որ հասկանանք, երբեմն մենք իրար հետ շփվում ենք, երբեմն իրար հետ խոսում ենք, մի քիչ էլ ոգևորվում ենք, մեկ էլ տեն մեզ ուրիշ տեղ հասանք, արդեն մեր կանգառը անցել է, գնացել ենք, եսի մուր ենք հասել։ Լինում էր ժամանակներ, երբ որ մարդկանց հետ խոսում էր, ինչ որ բաներ էր խոսում, մեկ-մեկ Սուրբ Հոգին կանգնացնում էր։ Ու ինքը դուք քո մեջ ասում ես, ախր ոնց ասեմ, կեսը ասել եմ, ոչ եմ կարա լռեմ։ Ու սկսում էր շարունակել, ու գալիս էր տուն շատ ներսը տակնու վրա էր, շատ վիճակը ծանր էր, ու հետո աղոթում էր, դու հասկանում էր ոնց որ Աստված էլ է քեզ լքե, ու մեկ էլ մտածում էր ախր ինչի, ու կամանց քո վրա աշխատում ես այն մակարդակի, որ հենց Աստված ասում է այստեղ լռեցիր, ու միանգամից լռում ես։ Եթե շատ են ստիպում ասած մեզ Աստված թույլ չի տալի։ Արդեն հասկանում են, որ չէ, ուրեմն պետք չի, որ դու ասես։ Հենց Աստծո տալիս ես ամեն բան ընկնում է տեղը։ Գիտես, ես մի հատ sense ֆիլտր եմ ստեղծել մեր համար, ուզում եմ կարդամ։ Քո ասածը ինձ օգուտ է թե վնաս։ Երբ որ մարդը գալիս է քեզ մի բան ասում, ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Դու կարաս այդ մարդուն հարց տաս։ Քո ասածը ինձ օգուտ է թե վնաս։ Հիմա այդ մարդը կասի, կամ օգուտ է կամ վնաս, ինչ ուզի կարա ասի, չէ, ավելի շատ ինքը հասկանում է, դա վնաս է երևի, քո ասածը ինձ կառուցում է, թե քանդում է, երբ որ դու ասես, դրանից ես կնորոգվեմ, թե կքանդվեմ, երբ որ դու ինձ ասես, դրանից կշիմվեմ, թե կավերվեմ, քո խոսքից հետո, թե մի շաբաթ ծոմով աղոթք ապետ, որ խելքս գլուխս գա, հա, դա երկրորդն էր, քո ասածը ինձ ուրախացնում է, թե տխրեցնում է։ Ես իմ համար այսպիսի ֆիլտր եմ կառուցել, որ մենք փորձենք դրանով հասկանալ, պետք է ինչ-որ մեկին ինչ-որ բան ասել, թե չասել, գոնե մենք սրա մեջ կրթվենք։ Եվ չորրորդը, քո ասածը ինձ պետք է, թե ընդհանրապես պետք չի։ Ինչ-որ մեկին է վերաբերվում, որ դու սկի չես էլ ճանաչում, կամ սկի էդի քեզի պետք էլ չի։ Արդյոք պետք է այդ ինֆորմացիան իմանաս։ Արդյոք պետք է քիթդ խոթես միտեղ, որտեղ որ քեզ չեն էլ հրավիրել, որ քիթդ խոթես, այսպես ասեմ։ Ես այսպիսի ֆիլտր եմ դրել, որպեսզի մենք հասկանանք, արդյոք դա մեզ պետք է։ Գիտեք, այնքան խորամանկ էր Սատանան, այնքան լավ գիտեր մարդուց քաշելու ձևը խոսքը, ու ինքը եկավ ասեց, արդյոք Աստված ասել է։ Այն էլ միամիտ ասեց, չէ։ Աստվածը տենց չի ասել է բոլոր ծառերից կուտեք, բացի էս մի ծառից, ու ինքը հասկացավ, էս մի ծառի վրա պետք է աշխատեմ։ Հոգեբանություն էր ուսումնասիրել ու գիտեր ոնց խոսացնի Եվային։ Ու հետո եկավ
ու շարունակեց, ասեց, գիտես, եթե դու ես ծառից ուտես, Աստծո նման կլինես։ Սուտ ասեց ժողովուրդ։ Չէ, ճիշտ ասեց։ Չէ՞ որ Աստվածաշունչը ասում է, Աստված ստեղծեց իրան նման, այսինքն իրանք արդեն Աստծո նման էին։ Սուտ չասեց, ասեց Աստծո նման կլինես։ Յանիմ հիմա Աստծո նման չես, այն վաղտ Աստծո նման կլինես։ Մի քիչ ճոխացրեց, չափազանցրեց, մի քիչ շեշտադրումները փոխեց, հա? Հետո մի բան էլ ճիշտ ասեց։ Ասեց չարն ու բարին կիմանաս։ Հիմա իմ մոտ հարց է ծագում, իրանց պետք էր չարը իմանան։ Արդյոք իրանց պետք էր չարը իմանալ։ Հիմա այսօր էլ եմ ուզում հարց տամ մեզի պետք է չարը իմանալ։ Գիտես, մենք երբեմն չենք նկատում, բայց շատ ժամանակ անում ենք սատանայի գործը։ Երբեմն չենք նկատում, բայց շատ ժամանակ օգնում ենք սատանային, որ ինքը շատ ավելի արդյունավետ լինի մեր ընտանիքների մեջ, մեր շրջապատի ընկերական, բարեկամական, հարևանական, չգիտեմ, բոլոր քո աշխատանքի տեղը, ու սկսում ես մեկից խոսալ, մեկ էլ տեն մեզ խոսքը ֆռած եկավ հասավ ստեղ։ Ասում ես ոնց եկավ հասավ։ Բայց գիտես ինչ, որ դու ասում ես տանց խնձոր ա գալիս։ Ով է փոքր վաղտ խաղացել փչացած հեռախոս։ Բոլորս խաղացել ենք։ Հիմա եթե 5 հոգի կանչեմ, 10 հոգի մարդ կանչեմ, ստեղ ասում եմ մոտոցիկլետ, ստեղ արդեն սամալյոտ է դառնում, հիշում եք։ Կարանք փորձարկենք, եթե շատ ուզում եք։ Առաջի երկրորդը հնարավոր է մի քիչ ճշմարտությունը պահեն, ոնց կա տենց փոխանցեն, բայց երրորդից, չորրորդից, հինգերորդից աղավաղվում է մի այլ կարգի։ Հիմա որ դու մեկին մի բան ասում ես, ասենք սոսին ասեմ, որ չնեղանա, բա եղբայրը շատ տկարության մեջ է, շատ հոգևորից ընկել է, այնքան կուզենայի աղոթեի եղբորս համար, սոսի համար, ու մենք միաբան աղոթում ենք սոսի համար, բայց հանգարց մարդու չասես, հենց դու գնում ես, քույրիկը զանգում է այն մի քույրիկին, աղջի, բա գիտես ինչ ա եղել, պրոստը մի բան պետք է ասեմ, հանգարց ոչ մեկի չասես, ինչ ա եղել, սոսի վիճակը շատ ծանր է, հա, ինչ ա եղել, չգիտեմ, բայց ոնց որ թե փոսնանգ է, արդեն հոգևորից ընկելը փոսնանգ է, ու տեն շարունակվում է, մինչև հասնի 10-րդը, չգիտեմ, բանտնանգ է, ինչ ասես դառնում է, ու մինչև այդ մարդուն այդ խոսակցությունը գալի հասնում է, այդ մարդն էլ ասում, այդ ես էի ասել, ես դες չի ասել, ինքն էլ է զարմանում իր ասացի վրա, գիտես, մենք սիրում ենք ճոխացնել, զարգացնել, ըտենց հա թե չէ, ըտենց հա, ասենք այս շենքում 30 հարգանի շենք հա, մեկի հետ վիճվել ես, գնում ես միտեղ ասում ես, արա շենք ես իշ կրվարար շենք հա, Всё, սաղ շենքին պիտակ կպցրեցինք, մի հոգու հետ ես կրվեն, դե մի գյուղ մարդ է ապրում, հա, սաղ կրվարար են, բայց կարող է այդ մեկն էր կրվարար, կամ 5-ն են կրվարար, չէ, ինչի համար է մեզ բաները պատմում, ասում է քո դրա պտխից կուտես, ինչը խոսաս, ոնց խոսաս, դրա պտխից կուտես, երբեմն մենք չենք իմանում, բայց դա դաշտ է, որ ցանում ենք, գիտեք, մենք ունենք, չէ, դաշտի նկար, հիմա նայեք, ունենք դաշտը, տարել են տակ երկրներ, հնձելու, ցանելու, մի հատ վարած դաշտ չունենք, էսի դաշտն է, էսի պատկերացրու քո ընտանիքն է, էսի պատկերացրու քո կյանքն է, պատկերացրու քո աշխատատեղն է, պատկերացրու, որ քեզ Աստված այսպիսի դաշտ է տվել, հիմա այս դաշտի մեջ ինչ ցանես, էդ էլ ունենալու ես, չէ, Հիմա կարաս ցորեն ցանես, բայց տանց հնձես, իսկ կարաս ցորեն ցանես, բայց կարտոշկա հնձես, քեզի այդ պահին կարտոշկա է պետք, չէ, իս ցանում ես, էդ էլ հնձում ես, չէ, հիմա տեսեք, մարդը ցորենա ցանե, եկավ ժամանակը, մենք պտուղներից հասկանում ենք, որ այս մարդը ցորենա ցանե, այնտեղ շեմուշկեք էի տեսնում, հա, բաթատեր հեսա, Այս մարդուն միգուցե արևածաղիկի ձեթ է պետք, շեմուշկա է պետք, կամ մարտինի շեմուշկա է ծախում, այսինքն ինչ որ մարդուն պետք է նա է ցանում,
որ դա էլ հնձի։ Հիմա այդ Աստված ինձ ու քեզ դաշտ ա տվել։ Տեսեք, ստեղ մոլախոտերա, ոչ մեկ ոչ մի բան չի ցանը, աճելա ինչ որ ուզում ա, անկապ ապրում ա, ինչ ուզում խոսում ա, ինչ ուզում անում ա, մի հատ պատղատու բան չկա ստեղ իր կյանքի մեջ։ Դրա համար ինձ ու քեզ պետք է հասկանանք, մենք ինչ ենք մեր կյանքում ցանում։ Մեզ պետք է հասկանալ, ինչ հունձք ենք սպասում, ինչ ենք ցանում, ինչի ենք սպասում։ Համաձայն ես իմ հետ, թե չէ։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որտեղից է գալիս այդ սուտը։ Եվ արդյոք մենք չափազանցնելով, ճոխացնելով կամ հենց էլ սուտ խոսալով, արդյոք Աստծո արքայությունը կարող ենք կառուցել։ Կարող ենք սուտ խոսալով մենք մի լավ բան անենք մեր կյանքերի մեջ։ Հնարավոր է, թե չէ։ Ասում է Հովհաննես 8:44 Դուք ձեր սատանա հորից եք և կամենում եք ձեր հոր ցանկությունները անել։ Նա սկզբիցը մարդասպան էր և ճշմարտության մեջ չկեցավ, որովհետև ճշմարտություն չկա նրանում։ Երբ որ սուտ եք խոսում, իրաններին է խոսում, որովհետև ստախոս է և ստության հայր։ Հիմա փաստորեն սուտը հայր ունի, ժողովուրդ։ Սուտը պապա ունի։ Ստի պապան սատանան է։ Առաջի Հովհաննեսի մեջ ասում է ամեն սուտ Աստծո արդարությունից չի, ամեն սուտ։ Հիմա ասում է մահն ու կյանքը քո լեզվի վրա է։ Մահն ու կյանքը իմ ու քո լեզվի վրա է, ժողովուրդ։ Հիմա եկեք օրինակ բերեմ, որպեսզի պարզ դառնա։ Ով է հիշում 12 լրտեսներին, որ Մովսես ուղարկեց Քանանի երկիրը լրտեսելու։ Ահա, մի 3 հոգի գիրք են կարդում, գիտեն։ Շնորհակալություն այդ 3 հոգու համար։ Գիտես, 12-ը գնացին լրտեսելու, հետ դառան, ոնց որ թե 10-ը ճիշտ էին ասում, այնտեղ հսկաներ կան։ Արդյոք այդ ճիշտը կառուցում էր Իսրայելը։ Արդյոք այդ ճիշտը համապատասխանում էր Աստծո ճշտի հետ։ Արդյոք այդ ճիշտը պետք էր Աստծո ժողովրդին իմանալ։ Իրանք իրանց բերանով ասին մենք կմեռնենք, չենք կարա հաղթենք հսկաներին։ Ճիշտ է։ Ինչ եղան 10-ը։ Մեռան։ Այն երկուսն ինչ ասին Քաղեբն ու Հեսուն։ Մենք կհաղթենք, որովհետև Աստված այս երկիրը մեզ ա տվել, կամ մի հատ յուրահատուկ ճիշտ։ Ով է ճշմարտության հայրը։ Հիսուս Քրիստոս ասեց. Ես եմ ճշմարտությունը։ Հիշում եք։ Ես եմ ճշմարտությունը։ Համ սուտը հայր ունի, համ ճշմարտությունը հայր ունի։ Հիմա հավատում ենք ճշմարտությանը, ճշմարտություն ենք խոսում, թե հավատում ենք ստին, սուտ ենք խոսում։ Ով որ հավատում էր ստին, մահացավ։ Ով որ չէր հավատում ստին, մտավ Քանանի երկիր, որովհետև հավատում էր ճշմարտությանը, քայլում էր ճշմարտության համաձայն։ Գիտես, մի հատ էլ եմ ուզում օրինակ բերեմ, ոնց որ լավ չհասկացաք։ Ուրեմն այս առաքյալները փող էին հավաքում մի այլ կարգի, շատ յուրահատուկ ձևով։ Այդպիսի բան երևի լսված չէր։ Մարդիկ իրանց ագարակները, հողերը, տները ծախում էին, բերում դնում էին առաքյալների ոտների տակ։ Ու մի հատ էլ ընտանիք կար, ասեց մենք ինչի մոդայից հետ ընկնենք, քանի որ բոլորը բերում են, բեր մենք էլ բերենք։ Ինչ արեցին, իրանց ագարակը ծախեցին ու բերեցին Պետրոսին տվեցին։ Մի քիչ էլ են ժամանակ եկան տալու, որ բոլորը արդեն եկեղեցում էին, բոլորը նստած էին, որ բոլորը տեսնեն, բերեցին, տվեցին։ Դա իմ ֆանտազիան է։ Դու ոնց ուզում ես տենց պատկերացրու։ Բերեցին, ասին. «Ար Պետրոս, մենք հողը ծախել ենք եւ այս ագարակի լրիվ փողը բերել ենք քեզ տալու»։ Պետրոսը փոխանակ ասեր. «Վայ, շնորհակալություն, այս ինչ լավ բան արեցիք, գիտեք ինչքան ծախսեր ունեինք, մենք էլ մտածում էինք ոնց պետք է հոգանք այդ ծախսերը», ասեց. «Արդյոք ես գնի եք ծախե, արդյոք բոլորն եք բերե, արդյոք չեք խափում»։ Դե Անանյան էլ ասեց. «Չէ, չենք խափում»։ Ասեց. «Անանյա, դու սուտ խոսացիր Աստծուն, ոչ թե մարդուն, այ Աստծուն»։ Ոնց որ թե Պետրոսի մոտ էր եկել, ոնց որ փողը Պետրոսին էր տալիս, ասում է դու սուտ խոսացիր Սուրբ Հոգուն։
Ինչ եղավ։ Մեռավ։ Հիմա իր բերանի պտղից կերավ, թե չէ։ Կերավ։ Կարելի էր չէ ասել, այս գնի ծախել եմ, բայց ինձ այսքան գումար անհրաժեշտ է, դրա համար այսքանն եմ նվիրաբերում։ Արդյոք Պետրոսը կասեր, վա չէ, գնա մյուսներն էլ բեր։ Չէ իհարկե։ Գիտես, հետո տենում ես կինն եկավ, կինն էլ էր ստի մեջ, փաստորեն մի ստի պատճառով մարդ կարա մեռնի։ Պատկերացնում ես։ Հենց մեղքը մտավ աշխարհ, տենում ես բոլորը սուտ խոսեցին։ Ադամից սկսվեց ու գնաց մինչև մեր օրերը։ Սուտը մտավ։ Դրա համար ինձ ու քեզ ուշադիր է պետք լինել, ստի պատճառով մեռնում են մարդիկ փաստորեն։ Կտրվում են Աստծուց։ Ստի հոր կամքն ենք սկսում կատարել։ Հիմա ինձ ու քեզ պետք է ուշադիր լինել, ում կամքն ենք կատարում։ Գիտես, երբ որ դու գնում ես մի հատ բժշկի քեզ մի սուտ բան ասում, վերջ, գլխի վրա շուռ ես գալիս, ոնց որ այն խփված սամալյոտից են ասում, ուղիղ տուն, արդեն ժպիտ չկա դեմքիդ, արդեն դու մտածում ես թաղումդ ոնց պետք է անես։ Այտենց հա թե տենց չի։ Փոխանակ փնտրենք Աստծո երեսը, փոխանակ գտնենք Աստծո երեսը, փոխանակ հասկանանք Աստված ինչ ունի մեզ ասելու։ Միանգամից կարանք ամեն բան հավատանք, որովհետև սպիտակ խալաթով էր։ Ձերնես, ուզում եմ այսօր մի քիչ զգոն լինենք մեր խոսքերի մեջ ու այն ամենին ինչ ենք մենք լսում։ Հա? Ինչով լսվում ենք, եթե արտաբերում ենք։ Եթե սուտ լսես, սուտ էլ կխոսաս։ Իմ ծանոթներից մեկը ասում է փոքր ժամանակ այնքան է իմ դասարանի ընկերուհիներին ասել, որ մենք տունը դաշնամուր ունենք, ասում է մի օր դասարանի ընկերուհիները, որ եկան մեր տուն, ասին դաշնամուրը ցույց կտաս, ասում է այնքան էի ասել, ես իմ ստին հավատացել էի։ Ու ասում է գնացի, ասեցի եկեք ցույց տամ։ Ու ասում է երբ որ գնացինք, տեսանք դաշնամուրը չկա, ասի ման, բա ուր է մեր դաշնամուրը։ Ասում ես այնքան էի երեխա վաղ գլուխ գովացել դպրոցում, որ գիտեի թե ունենք։ Գիտես, ուրիշ բան է, երբ որ Աստծոս խոսքը գալիս է քո կյանքի մեջ ու դու հավատքով ասում ես ու դրան սպասում ես, ոնց որ քաղաքն ու հեսում։ Դու գիտես, որ դա այդպես է, ժամանակի խնդիր է ու դա կլինի, բայց ուրիշ բան է, որ դիտավորյալ դու սուտ ես խոսում կամ փորձում ես խաբես քո առջևի նստած մարդուն։ Դրանք շատ տարբեր բաներ են։ Հիշում եք մեր հովիվ Արտուր ասում էր, մի օր նկատեմ եկեղեցում մի հատ քույրիկ միտեղ էր նստել, մյուսն եկավ ասեց, դա իմ տեղն է, հելի, ու վիճաբանվեցին, մեկը մյուսին հանեց ու այնի ֆրած ասեց, տերս օրտնի քեզ, ասում այն էլ ասեց, հենաթո քեզ օրտնի։ Դու արդեն հասկանում ես, որ տերս օրտնի քեզ ուրիշ բան է պահված։ Նույնն էլ պատասխանն է այդպիսին։ Լավ, մի բան էլ պատմեմ, բայց ոչ մի քիչ ասեք, ուրեմն ռայոնների եկեղեցուց մեկի նոր եկեղեցի էր սկսում, հələ մի քանի հոգի էին, ու այդ եկեղեցում ընդամենը 3-4 հոգի են ու միասին աղոթում են, ու այդ աղոթողներից մեկի տանը ում տունը աղոթում են, մեկ էլ հանգարց երեխեն գալիս է աղոթքի ժամանակ, ասում է մամ, կովը եկել է։ Մեկ էլ մեր աղոթումը ուշադրություն չի դարձնում, երեխեն չի հասկանում, երեխի ուշադրություն չի դարձնում, նորից ասում, մամ, կովը եկել է, երեխեն նորից ասում, մամայի պետքը չի, ու երբ որ ասում, մամ, կովը եկել է, արի կապի, արի կթի ես կովին, մաման չի ուզում աղոթքը ընդհատի, ասում, հեսա որ հելել եմ է ազիզդ կթաղեմ։ Աղոթքը չկտրվավ, էլի ինքը ոնց աղոթում էր, տենց աղոթում է, եկեղեցին նոր էր, շատ գիտություն չկար, չգիտեր, որ իրա պտղից ուտելու է, հա, հետո եկավ այդ հասկացողությունը, հետո եկավ, որ Հակոբոսը ասում է, քո բերանից քաղցր ջրեր թող դուրս գա, դուրս չգա դառ ու քաղցր, թզենին չի կարա ձիթապտուղ տա ու թուս տա, հա, նույնը տանձը, դրա համար պտղից է երևում, այսինքն ինչ ենք մենք խոսում, ինչ ենք մենք ասում, այդ շատ կարևոր է իմ ու քո համար, աստվածապաշտության տեսք ունենք, թե աստվածապաշտ ենք ու Աստծո խոսքն ենք խոսում, մարդկանց օրհնում ենք, թե անիծում ենք, հա, այստեղ ես, թե այստեղ չես,
ասում է, բա իմանաս են հարևան ընկավ լուսամուտից մեռավ, ասում է, դա դրան քիչ էր, պետք է ոտնե ջարդվեր։ Մարդը մեռել է։ Գիտես, մեր խոսքերի մեջ կա զորություն։ Մենք պետք է հասկանանք ինչ ենք խոսում մարդկանց հետ։ Դրա համար ասում է, ստի հայրը սատանան է։ Երբ որ դու սուտ ես խոսում, սատանայի համար դուռ ես բացանում։ Ու սատանան կարողանում է մտնի քո կյանքի մեջ։ Միգուցե առողջությունդ վնասի, միգուցե ֆինանսներդ վնասի, միգուցե փոխհարաբերություններդ վնասի։ Գիտես, երբ որ մենք մարդկանց հետ կիսվում ենք, մտածում ենք այդ մարդը այնքան վստահելի մարդ է, որ ոչ մեկի չի ասի։ Ինքն էլ տենց է մտածում, իր մտերիմի հետ, ու ինքն էլ է խոսում իր մտերիմի հետ, որ ոչ մեկի չի ասի։ Ու պարզվում ես մի օր էլ չի անցնում, քո ասածը քեզ է հասնում արդեն շատ գույնավորված, ճոխավորված։ Այդ փչացած հեռախոսի տարբերակն է։ Հիմա մի հատ ֆիլտր պետք է անես, որ հասնի տեղ, բայց էլ ծերը չես գտնի։ Առակաց 12:22 հետաքրքիր բան է գրված։ Փաստորեն բաներ կա, որ Աստված զզվում է։ Աստված զզվում է, պատկերացնում եք, հələ պատկերացրեք Աստծուն զզվելուց։ Զզվելի է Տիրոջ համար ստախոս շրթունքները, բայց հավատարմություն անողը հաճելի են նրան։ Զզվելի են ստախոս շուրթերը Աստծո համար։ Ինչպես խախտված կշերքը, անարդարությունը, հա, զզվելի են ժողովուրդ։ Աստված զզվում է, պատկերացնում ես, երբ որ դու քո ընկերոջը ստում ես, պատկերացնում ես Աստծո վիճակը այդ պահին։ Դու պատկերացնում ես ինչքան է բարկանում։ Հələ դու որ զզվում ես, ոնց ես լինում։ Ասենք, տեսել ես հեշ կռիս տանդ մեջ։ Կռիսից չես զզվում։ Տարական, օծ, գործ, ինչ ասեմ։ Պատկերացնում ես Աստծո վիճակը, երբ որ դու սուտ ես խոսում։ Եկեք ուշադրություն դարձնենք մեր խոսքերի վրա, որովհետև Աստված զզվում է, ինչ որ մեկը ուրախանում է, մի զզվելի մեկը կա, որ ուրախանում է, իրականից ինքը զզվելի է, առաջ էր սիրուն։ Սաղմոս 34:12 Ով մարդ, որ կյանք ես ուզում եւ լավ օրեր սիրում, ով է կյանք ուզում։ Այս մի 10-20 հոգի եք ուզում։ Կյանքը Հիսուսն է, ժողովուրդ, ուզեք։ Հիմա ասում է, որ կյանք ես ուզում եւ լավ օրեր սիրում։ Բոլորս սիրում ենք, չէ՞, լավ օրեր։ Թե վատ օրեր ենք սիրում։ Չէ, լավ օրեր ենք սիրում։ Կյանք ենք, չէ՞, ուզում։ Ահա։ Հիմա ինչ ասում դրա համար։ Բարություն տեսնելու համար 13 խոսքը. Պահիր քո լեզուն չարությունից։ Փաստորեն մեզ Աստված դեղորայք է գրում, հա, ռեցեպտ է գրում, որպեսզի մեր լեզուն չարությունից պահենք, որ լավ օրեր տենանք։ Շատ հեշտ է, ժողովուրդ։ Մենակ թե ցանկանանք, որովհետև երբ որ դու սուտ ես խոսում, հետո այդ մարդուն հանդիպում ես, ուզում ես իմանաս, այս մարդուն այդ օրվա համար ինչ սուտ ես խոսացել, որ չշփոթվես։ Մեկ-մեկ էլ ինքնա տեղերը փոխում ես, այս մեկին ուրիշ բան ես ասել, այս մեկին ուրիշ բան ես ասել, հետո այս մեկի մոտ սենց ես արդարանում, այս մեկի մոտ սենց ես արդարանում։ Այն որ ասում է մեկը անապատով գնում է, մեկ էլ ասում է արյուսները ընկան հետևիցս բարձացա ծառը։ Ասում այ ախպեր, բա անապատում ծառ չկա, ասում այդ մոմենտ ինչ ես նայում, կա թե չկա, բարձանում ես։ Գիտես, մեր ստերը կարա չափ ու սահման չունենա, էլի, այնպես չոխացնենք, այնպես գունավորենք, ասում է, պահիր քո լեզուն չարությունից եւ քո շրթունքները, որ նենգություն չխոսեն։ Այս Սոսիփոսն է այսի։ 14 խոսքը. հեռացիր չարից եւ գործիր բարին։ Հիմա, որ մեկը գալիս է քեզի մեկից բան է պատմում, կարաս ասես, ինձ հետաքրքիր չի մի պատմի։ Կարաս ասես։ Թե ինչ ես ասում, հլը, բա հետո, հլը սպասի կոֆեն դնեմ, այս գործը հանգիստ է սիրում։
Կետ առ կետ, տետ ատետ։ Հեռացի չարից եւ գործի բարին, խնդրի խաղաղություն եւ նրա հետևից գնա։ Գիտես, սուտը գողանալու է քո խաղաղությունը։ Սուտը գողանալու է քո խաղաղությունը, սիրելիս։ Քո խաղաղությունը թանկ է։ Գիտես, Պողոս առաքյալը այսպիսի արտահայտություն անում։ Երբ որ Ստեփանոսին քարկոծում էին, ես քարկոծողների հանդերձներն էի պահում։ Պահակություն էր անում, ինքը չէր քարկոծում։ Բայց ես նրանց հետ համամիտ էի, նրանց հետ միասին էի, համագործակցում էի, ուրիշ խոսքերով ասած։ Հիմա եթե մեկը չար բան է խոսում, ու դու իրան լսում ես, ասում ես հլը, դու իր հետ համագործակցում ես, մասնակից ես լինում այդ չար գործերին, ով է կյանք սիրում։ Փախի, կանգնացրու, քեզ պետք է։ Մարդիկ կամ պարապ են, գիտեք, մտնենք մի հատ ադնակլասնիկ, տենանք ես ինչի մասին տեղեկություն շուտվանից չունեմ, տենամ ուր է գնացել, այս Դուբայ է, էլ դրան տեսես, մեռածը գնացել է Դուբայ, ու նման բաներ։ Ասում ես, այ քեզի բան։ Ժողովուրդ, ադնակլասնիկում, Facebook-ում, Instagram-ում բոլորը ուրախ են, իրական կյանքում ուրախ չեն։ Մի խափնվեք ռեկլամին։ Թող այդ ուրախությունը մեր ներսից բխի, որովհետև կյանք ենք սիրում, ուրախ օրեր ենք սիրում, լավ բաներ խոսանք, լավ բաներ գործենք, համաձայն ես թե չէ։ Եսայի մարգարեն ասում է շարունակությունը, այն ժամանակ քո լույսը արշալույսի պես պիտի ծագի, եւ քո բժշկությունը շուտով պիտի բուսնի։ Երբ որ չարից փախնես, երբ որ սուտը կանգնեցնես, ժողովուրդ, եւ քո արդարությունը պիտի գնա քո առաջից։ Ինչքան էլ սուտ են խոսում քո մասին, արդարությունը գալու է ու հասնելու է տեղ, հեշտ չվռազես։ Տիրոջ փառքը պիտի պահե քեզ ետևից։ Պահո, Աստված թիկնապահը տա դառնում։ Ուժեղա, չէ՞։ Այն ժամանակ դու կկանչես եւ Տերը կպատասխանի։ Դու կաղաղակես եւ նա կասի՝ ահա ես։ Եթե որ հեռացնես քո միջից լուծը, մատնելը եւ չարախոսությունը դեն գցես։ Հիմա որ ես սոսի մասին ասեցի, չարախոսություններ թե չէ։ Դեն են գցում, ժողովուրդ։ Սոսը չելնի Կիրակոս ելնի, Կիրակոսը չելնի համբարձում ելնի, դեն են գցում, ժողովուրդ։ Չեն գալի եկեղեցի նյութեր հավաքելու համար։ Այտենց հա տետես չի։ Ես երկու մարդ գիտեմ, որ չես կարա իրա մոտ բամբասես։ Երևանում Արտուր Արեսկինն է, ստեղ էլ Վանոնն է։ Ով որ ուզում է բամբասի, պաշտոնապես թույլ եմ տալի, գնացեք Վանոյի մոտ բամբասեք։ Հələ տեսեք կլսի ձեզ։ Եկեք սովորենք մեր վրա աշխատել, համաձայն եք, քիչ։ Եթե առաջ 10 հոգուց էինք բամբասում, եկեք մի հոգի պակասացնենք, ու տենց քչացնենք, ամեն օր մի հոգի պակասացնենք, եթե ամեն օր չի ստացվում, եկեք ամեն շաբաթ մի հոգու պակասացնենք, եկեք գնալով թող այդ օղակը նեղանա, հետո կտեսնես, որ մենակ լավ բան ես խոսում, կտեսնես Հիսուսից ես խոսում, իրա փառքից ես խոսում, իրա գործերից ես խոսում, իրա շնորհքներից ես խոսում, արդեն իրա օրհնությունների քո կողքի նստածի կյանքի մեջից ես խոսում, բա իմացար, այս ինչա ավտոերար է, ինչ ավտոերար է, փառք Աստծո, յուղը վրեն ավտոերար է, Մարուսիա երար է, էդի ավտոյի տեսակ է ժողովուրդ։ Սկսում ես արդեն լավ բաներից խոսել, արդեն սկսում ես լավ բաներ տեսնել, այն նեխաշ ջրերը կենդանի ջրերի հետ ես փոխում։ Հեչ պատկերացնում եք Հիսուսը նստած բամբասեր ինձ ու քեզանից։ Հեչ պատկերացնում եք։ Ոչ մեկից ֆանտազիան չի երիքում, չէ՞։ Բայց գրած է, որ Հիսուսը հոր մոտ նստած բարեխոսում է ինձ ու քեզանից։ Եթե դու մի վատ բան ես անում, մեկը կա, որ չարախոսն է, դա անօրենն է, գնում է հոր առաջ, երկինք է հասնում, ու ցուցակը բացում է, ասում է, «Էս տեսել ես ինչ արեց, էս ինչի հետ խոսում էր նրանից»։ Չարախոսում է։
Հիսուսն էլ նստած քեզ փորձում է հոր մոտ արդարացնի։ Հիմա եկեք նենց ապրենք, որ Հիսուսը հոր մոտ չամանչի իր արած զոհի պատճառով, ասի այդքան զոհս տվեցի ու հələ տեսե չեն գնահատում։ Կարանք աշխատենք մեր վրա։ Կարանք լավատես լինենք, ոչ թե վատատես։ Կարանք մարդու մասին լավ բաներ խոսանք։ Թեկուզ ճիշտն են ասեն։ Արդյոք այդ ճիշտը մեզ պետք է։ Արդյոք այդ ճիշտը մեզ կառուցում է։ Արդյոք այդ ճիշտը մեզ շինում է, թե ցավացնում է։ Արդյոք այդ ճիշտը մեզ ուրախացնում է, թե քանդում է։ Թեկուզ ճիշտն են ասեն։ Գիտես, հո, այս ինչը ծխում է։ Ես էլ գիտեմ ծխում է։ Այնքան եմ հանդիպել Երևանի փողոցներում մեր եղբայրներին, որ ծխում են, բայց ցույց չեմ տվել, եկել եմ, փաթաթվել եմ, չեմ էլ ասել, վայ, պապիրոսի օտա վրիցդ գալի, չէ։ Ինքը պայքարում է, ինքը աշխատում է, ինքը պետք է Աստծուց ամանչի։ Ինքը պետք է Աստծուն հաճեսնի, որովհետև Սուրբ Հոգու տաճարն է։ Ես հեչ։ Կամ մեկը, որ շատ ավելի բարձր է։ Ամեն։ Դրա համար ամեն մեկս մեր վրա աշխատենք, չփորձենք մեկս մյուսին ուղղել։ Ամեն մեկս, որ մեր բերանը սովորենք փակել, սաղ լավ ալնում ժողովուրդ, համաձայն եք։ Շատ լավ, Սաղմոս 15:1 վերջի տեղն եմ կարդում։ Տեր, ով կկենա քո խորանում, եւ ով կբնակվի քո սուրբ սարում։ Բոլորս ուզում ենք, չէ, կենանք իր խորանում, բոլորս ուզում ենք, չէ, լինենք իր սուրբ սարում։ Համաձայն եք, թե չէ։ Հիմա երկրորդ խոսքը, ուղիղ գնացող եւ արդարություն գործող եւ իր սրտում ճշմարտություն խոսող։ Որտուց է գալի այդ սուտը։ Սրտից։ Աստվածաշունչը ասում է սրտի ավելցուկից խոսում է լեզուն։ Հիմա ինչ որ այստեղից դուրս է գալիս։ Մարդիկ ասում են, խմած մարդու լեզվին ճիշտն է։ Խի, որտեւ ինձ սրտում կա տորմուշ չկա, գնաց։ Սաղ կարա դուրս գա։ Ուզում եմ ուշադիր լինենք մեր սրտին։ Երբ որ քո սիրտը մաքուր է, երբ որ դու քո սրտի մեջ ճշմարտություն ես խոսում, այնքան լավ է։ Քույրիկներից մեկը պատմում է, ասում է, մեկը զանգել էր իր հետ մի քիչ բան խոսացինք, ու ասում է, ես իրան ասի, հա, դու ճիշտ ես, բայց հասկանալով, որ ինքը ճիշտ չի։ Ասում է, երբ որ հեռախոսը անջատեցի, Սուրբ Հոգին ասեց կեղծավոր ես։ Ու շատ դժվար էր իր համար, բայց Աստված հանդիմանում է, գիտեք, Աստված բժշկում է, Աստված կրթում է, Աստված սովորացնում է։ Երբեմն այդքան էլ հեշտ չի ատամը պլոմբել, ցավոտ է, ներվն են հանում եւ այլն եւ այլն։ Բժշկի գնում ես ցավոտ է, բայց օգտակար է։ Գիտես, Աստված գալիս է, որ մեզ բժշկի։ Աստված գալիս է ինձ ու քեզ վերականգնի կազդուրի, մենք իրան պետք ենք, մենք իրա տաճարն ենք, հասկանում ես, Սուրբ Հոգու տաճարը չի կարա ծառայի սատանային, չի կարա առավոտից իրիկում բամբասի չարախոսի, որտև դա սատանայից է, մենք եկեք սովորենք իրար հետ լավ բաներ խոսանք, երբ որ լավն ես ասում, մարդ ուրախանում է, մարդը կառուցվում է, մարդը բարձրանում է, բայց երբ որ բանն ես ասում, կարող է մի բան ասես, թողես գնաց, բայց մարդը ամիսներով տանջվում է, մարդը ամիսներով չարչարվում է ու չի կարում մաքրվի այդ կեղտից, չի կարում ազատվի, միգուցե քո համար շատ հեշտ էր, վայ ասում ես արդեն մոռացել եմ, բայց այդ մարդը ընկավ դրա տակ, հետը բռնվավ դրանով, չգիտես ինքն ում աման գալի, որ սիրտը կիսի, ու այդ զիբիլը մյուսի մեջ հալեցվում է, զիբիլը մյուսի մեջ, հետո տենում ես, այդ հոտից չես կարում նստես, չես էլ նկատում, այնքան կարևոր է, որ ես ու դու հասկանանք, ամեն ինչ չի, որ պետք է ասենք, միգուցե դու պետք է լինես այդ վերջի կետը, որ հասնում է քեզ ու մեռնի, համաձայն ես, եկեք սովորենք այդպես ապրել, եկեք սովորենք Աստծուն ուրախացնենք, ոչ թե անօրենին, եկեք սովորենք իրա աշակերտները լինենք և քաղցր պտուղներ մեզանից դուրս գա, որ կյանք տեսնենք և մեր բժշկությունը արշալույսի պես գա հասնի մեզ, առավոտ արտանում ես ու մի հատ հիվանդություն չկա, պատկերացնում ես, որովհետև քո սրտի մեջ ճիշտն ես
ուղիղ ես խոսում, ազնիվ ես Աստծո առաջ եւ մարդկանց առաջ։ Համաձայն եք։ Ամեն։ Տեր, ով կկենա քո խորանում եւ ով կբնակվի քո սուրբ սարում։ Իրականից Աստված սուրբ է։ Որևէ պիղծման չի կարա մտնի Աստծո ներկայության մեջ։ Պետք է մեր բնավորության գծերի վրա աշխատենք։ Ուղիղ գնացող եւ արդարություն գործող, այսինքն արդար գործ գործենք, եւ իր սրտում ճշմարտություն խոսող։ Մեկը քո սիրտը գիտի ճշմարտությունը, դու ճիշտ ասեցիր, թե չէ։ Մեկը դու գիտես, որտեղ ստեցիր, որտեղ կեղծավորություն արեցիր, մեկը դու գիտես։ Համաձայն ես, թե չէ։ Աստծո խոսքը ասում է, ով գիտի իր հոգում ինչ կա, բացի իր հոգուց։ Իհարկե, մեկ էլ Աստծո հոգուց։ Ես ու դու լավ գիտենք, որտեղ սայթակեցինք, որտեղ չէ։ Լավ գիտենք, որտեղ Աստված մեզ հանդիմանեց, որտեղ կանգնացրեց։ Ես ուղղակի ուզում եմ, որ Անանիայի պես չմեռնենք։ Ես ուղղակի ուզում եմ Քաղեբի Հեսուի պես մտնենք խոստացված երկիր։ Ես ուզում եմ, որ մենք հավատանք ամեն Աստծո բերանից դուրս եկած ճշմարտությանը եւ ապրենք այդպես։ Ոչ մեզ խաբենք, ոչ էլ մարդկանց, որովհետեւ սատանային ու Աստծուն չեն կարող խաբենք, հոգեվոր աշխարհում ամեն ինչ երևում է։ Նա, որ իր լեզուն չի բամբասում եւ իր ընկերին չար չի անում եւ իր դրացի վրա նախատինք չի գցում։ Նաեւ Աստվածաշունչը ասում է, չարախոսները, բամբասկոտները, ստախոսները երկնքի արքայությունը չեն ժառանգում։ Գիտես, ես չեմ ուզի, որ մենք ընկնենք այդ ցուցակի մեջ։ Քանի որ ընտրել ենք Քրիստոսին, ուզում եմ, որ մնանք Քրիստոսի ցուցակի մեջ, որը կյանքի ցուցակն է, որը ճշմարտության խաղաղության ցուցակն է։ Կանգնի ոտքերիդ վրա։ Դու ինչ որ մի բան ստացար այսօր քո կյանքի համար։ Շատ կուզենամ, որ մեր քթները չխոթենք ուրիշի կյանքի մեջ։ Գիտես, երբեմն ուրախանում ենք, ասում ենք, երբ ես ամուսնանալու, երբեմն ուրախանում ենք, ասում ենք, երբ ես երեխա ունենալու։ Դե մարդ ես ինչ որ մի բան ասում ես, բայց եթե ցավացնում է, եկեք չասենք։ Բայց եթե հասկանում ես, որ քո ասելը մարդուն տրտմեցնում է, եկեք չասենք։ Երբեմն քիթներս խոթում ենք ընտանիքների մեջ մարդկանց, այ մարդ իրանց ընտանիքն է, իրանց ընտանիքի հարցերը կլուծեն։ Երբեմն այդ ընտանիքից լուրերը դուրս գալիս, ու այդ լուրերը շրջանառվում է, դե հասկանում ես փչացած հեռախոսա, մինչև հասնում է, ես իմ ոնց է հասնում։ Այ մարդ այդ ընտանիքը իր հարցերը կլուծի, հա։ Քեզով դրեց այդ ընտանիքի վրա, կամ այդ ընտանիքի ժուրնալիստը հոչես, բանը լուրերի հաղորդավարը հոչես այդ ընտանիքի, որ հելնում ես, մնում է մի հատ միկրոֆոն, որ ամենտեղ պատմես, քեզ ինչ, քո մասին մտածի, քո ընտանիքի մասին մտածի, քո կնոջ, քո երեխայի մասին մտածի։ Այնքան կարևոր է, որ մենք ճիշտ այս թեման մի քիչ ընդարձակ թեմա է, չես կարա 40-45 րոպեում ամեն ինչի մասին խոսես, բայց գոնե փորձեցի մի քիչ խոսենք։ Անեծքը բացասական բաներ, օրհնությունը դրական։ Եկեք դրական բաներ խոսենք։ Եկեք օրհնություն խոսենք մեկս մյուսի կյանքի մեջ։ Եկեք լավը խոսենք։ Լավ, շատ սրտացավ ես։ Եթե Աստված քեզ մի բան ցույց տվե մի ընտանիքի համար, սկսի աղոթել։ Արդյոք պետք է։ Ես չգիտեմ։ Գիտես, մեկ գալիս են ինձ, թեկուզ ճիշտն են ասում, բայց ցավացնում են ժողովուրդ։ Գալի ասում են, հով ես բանը սենց է, կամ քո մասին սենց են ասում, կամ մնենց, չի հետաքրքրում, իրական եմ ասում, թեկուզ իմ մասին ինչ են ասում, ես չգիտեմ ով եմ ես, կամ սաղորը ձեր հետ եմ, դուք չգիտեք ով եմ ես, որ իր ասածը պետք է բերեք ինձ ասեք, կակոյ նիբուց ինչ որ մեկը, որ սկի չեմ էլ ճանաչում, գիտես արդյոք ինձ դա պետք էր, արդյոք ինձ դա բարձրացնում է կամ շինում է, կամ ուրախացնում է, ուզում եմ մենք մտածենք, ինչի համար ենք ասում, ուզում եմ աղոթք անենք, եկեք գլուխներս խոնարհացնենք, այս խոսելու ընթացքում ոնց լինի Սուրբ Հոգին քո հետ խոսում էր, ցույց էր տալի քո սխալները քո կյանքում, գործած, միգուցե ումը խոսացել ես այդ մարդը չկա, սրտիդ մեջ այսօր ապաշխարի, ներողություն խնդրի, որոշում կայացրու, եթե այդ մարդը կա, ասա գիտես, այդքան է ճիշտ չեմ ասել քեզ,
Այսպես էր իրավիճակը, ես էլ չիմանալով քեզ այսպես ասեցի։ Կարանք անենք։